Երևի մի 10 տարբեր պաշտոնյաների մոտ գնացել ենք, վիճել ենք, ասել ենք, որ չի կարելի գետառը փակել, որ այսպիսի վտանգներ կարող են լինել, սերապատար է, եւ դրա համար հիմա հետաքրքիր է տարիներ անց հիմա հանդիպեցինք այս պատահարից հետո։ Իհարկե մեծ ողբերգություն է Թիֆլիսի դեպքը եւ շատ այսպես տխուր ենք այդ առումով, բայց նաև շատերին անհանգստացնում է այո, հնարավոր է այդպիսի ռիսկեր Երևանում եւ Հայաստանի այլ քաղաքներում, իհարկե հնարավոր է, Աստված մի արասցե որ լինի, բայց հնարավոր է։ Եթե խոսենք Երևանի մասին, ապա 46 թվին դա ակնհայտ եղել է, բավականին լուրջ սելավ է եղել եւ հենց դա է ստիպել, հետո էլի փոքր ավելի ոչ այդպես մասշտաբային սելավային երևույթներ են եղել 40-ականների վերջին 50-ականների սկզբին 53-ին նույնիսկ ես հիշում եմ արդեն որ ամբողջ Երևանը այսպես ճիշտ է ոչ մեծ ջրի քանակով, բայց այսպես ծածկված էր, մեքենաները ջրերի միջով մի կերպ շարժվում էին, այնպես որ պատահական չի շատ-շատերը հարցնում են լավ, նույն ճարտարապետները ասում են այդ փոքր գետել չի, գետակել չի, առույա այդ առվին այդքան տարածքի չի ընտվել եւ այլն, հա, բայց հենց դրա համար էլ տվել են այդքան տարածք եւ մեծ այդպեսի հունը կառուցել են հենց այն պատճառով, որ այդ ռիսկերը նվազեցնեն, որ սելավի վտանգի պարագայում գետը հունից դուրս չգա։ Բացի դրանից շատ լուրջ խնդիր ունենք, որ մեր կոյուղին հաշվարկված չի եղել այս հսկա քաղաքի համար, որ անընդհատ նոր շենքեր, եւ նաեւ հետո հենց այդ ջրերը, անձրևաջրերը միանում են հետո կոյուղուն։ Եվ ընդհանուր դրենաժային համակարգը քաղաքի նաև եւ ընդլայնման, եւ մաքրման, եւ վերակառուցման կարիք ունի, եւ դարձյալ քաղաքաշինությունը հաշվի չի առել այդ խնդիրները։ Եվ պատկերացրեք, որ եթե մենք ունենանք այդպես մեծ քանակությամբ անձրևներ, սարերից իջող նաև ջրային հոսքեր, եւ դրանք հետո ուղղվում են կոյուղի, որը առանձին էլ գերկ ծանրաբեռնված է, ուրեմն մենք կարող է ունենանք, որ քաղաքը կծածկվի ոչ միայն մաքուր ջրով, այլ կոյուղու ջրով։ Այս խնդիրները ակնհայտ մեզանում կան։